Ողջույն սիրելի ընկերներ, այսօր խոսելու ենք մեր շատ սիրելի ձկների 2026 թվականի կանխատեսումների մասին։ Վերջապես, սիրելի ձկներ, ձեր հերթն էլ հասավ։ Այս հոլովակում ես նաև կտեղադրեմ հունվար ամսվա մանրամասն նկարագիրը։ Դե ինչ սիրելիներս, ձեզ համար 2026 թվականը թեթևության տարի է։ Ինչու՞։ Որովհետև վերջապես դաժան սահմանափակումների մոլորակ Սատուրնը դուրս է գալիս ձեր առաջին ոլորտից եւ ձկները արդեն փետրվար ամսվանից կսկսեն հանգիստ շնչել։ Սիրելիներս, ձեզ համար շատ կարևոր տարի է, որովհետև որոշակի փոփոխություններ, որոնք դեռևս սկսվել են 2025 թվականից, կապված ձեր անձնական կյանքի հետ, կապված ձեր առողջության հետ, կապված ձեր ամուսնական կարգավիճակի հետ, դեռևս շարունակում են իրենց միտումները 2026-ին։ Դե ինչ, առաջին հերթին խոսեմ հունվար ամսվա մանրամասն նկարագրի մասին։ Հունվարի 1-ին Մերկուրի մոլորակը տեղափոխվում է ձեր 11-րդ ոլորտ եւ շատ շփումներ է ձեզ ապահովում։ 11-րդ ոլորտը ընկերական միջավայրն է եւ դուք ինչքան էլ որ լինեք ինտրովերտներ, սիրելիներս, հունվարի 1-ից սկսած շատ մարդկանց հետ եք շփվելու, որովհետեւ Մերկուրին ձեզ տրամադրելու է շատ ընկերական մեծ շրջապատի, մեծ կոլեկտիվի, գործընկերների, հարազատների եւ այստեղ բերում է շատ ակտիվ շփումներ, ինչու՞ չէ կարող է նաեւ նոր ծանոթներ, նոր ընկերներ բերել։ Հունվարի 3-ին լիալուսին է տեղի ունենում ձեր 5-րդ ոլորտում եւ սիրելի ձկներ, հունվարի 3-ին կամ նրա մոտակա օրերին հնարավոր է ինչ-որ մի հարց, որը կար կապված ձեր երեխայի հետ, որը կար կապված ձեր սիրած էակի հետ, որը կար կապված ձեր հանգստի մեկնելու ծրագրերի հետ, կարող է լուծվել։ Սիրելիներս, այդ հարցը հնարավոր է վերջին 6 ամիսների ընթացքում ձեզ շատ էր տանջում։ Այժմ հունվարի 3-ի լիալուսինը կտա իր պատասխանը այդ հարցի լուծմանը։ Օրինակ, եթե դուք շատ եք ցանկանում երեխա ունենալ, ապա հնարավոր է այս լիալուսնի օրերին իմանաք, որ դուք երեխա եք ունենալու, ծնող եք դառնալու։ Կամ հնարավոր է, որ դուք ինչ-որ մեկի հետ գտնվում եք սիրային հարաբերությունների մեջ, հնարավոր է այս լիալուսնին կամ նրա մոտակա օրերին ձեր հարաբերությունները տեղափոխվեն ավելի պաշտոնական հարթակ։ Ամսի 8-ին, հունվարի 8-ին Մարսը եւ Վեներան միանում են ձեր 11-րդ ոլորտում։ Սիրելի ձկներ, Մարսը եւ Վեներան համարվում են հակառակ սեռի էներգիաներ ներկայացնող մոլորակներ, եւ երբ նրանք միանում են, այն էլ այդքան հաճելի 11-րդ ոլորտում, այստեղ սպասվում է հանդիպում։ Եթե դուք միայնակ եք, ունեք բոլոր նախադրյալները հունվարի 8-ին հանդիպելու ձեր սիրուն։ Իսկ եթե դուք ունեք արդեն կողակից, այս օրը կանցնի շատ սիրառատ պայմաններում, կանցնի շատ լավ միջավայրում, միգուցե կհանդիպեք ձեր ընկերների հետ եւ լավ ժամանակ կանցկացնեք։ Հունվարի 9 եւ 14-ը խորտ կտամ, որպեսզի չվիճեք, որովհետև սիրելիներս այսօրը ունենք Վեներա-Յուպիտեր, այնուհետև Մերկուրի-Յուպիտեր ընդդիմությունները։ Յուպիտերը ձեր 5-րդ ոլորտում է, նշանակում է վիճաբանությունը սիրելիների հետ պետք է լինի։ Եթե դուք ունեք չափահաս երեխաներ կամ դեռահաս են դեռևս նրանք, ուրեմն նրանց հետ փորձեք լեզու գտնել այս օրերին։ Ամսի 17-ին Վեներա մոլորակը արդեն տեղափոխվում է ձեր 12-րդ ոլորտ։ 12-րդ ոլորտը, սիրելի ձկներ, սա փակ ոլորտ է։ Սրա մասին մենք չենք սիրում խոսել, չենք սիրում բարձրաձայնել։ Սա մեր երազներն են, սա մեր վախերն են, սա մեր հույզերն են, սա մեր գաղտնի սերն է, եւ տեսեք Վեներան 12-րդ ոլորտում հնարավոր է շատ ձկների կյանքում ամսի 17-ից հետո այցելի գաղտնի սիրահարվածությունը։
Ամսի 18-ին նորալուսին է տեղի ունենում ձեր 11-րդ ոլորտում եւ հնարավոր է ամսի 18-ից հետո առաջիկա լուսնային 1 ամսվա ընթացքում, այսինքն 28 օրվա ընթացքում ձեր կյանքում նոր ընկերների հայտ կան։ Միգուցե on-line հարթակում նոր մարդկանց հետ կսկսեք շփվել կամ միգուցե կմտածեք on-line հարթակում ձեր սեփական բիզնեսը ստեղծելու մասին կամ միգուցե հունվարի 18-ից նոր կոլեկտիվ կմտնեք, նոր աշխատանքային գործընկերներ կունենաք։ Ամսի 20-ին Մերկուրի մոլորակը տեղափոխվում է նույնպես ձեր 12-րդ ոլորտ։ Սիրելիներս, ամսի 20-ից հետո արդեն մոլորակները կուտակվում են ձեր այս փակ ոլորտում եւ շատ ձկներ միգուցե հունվարի վերջ կունենան շատ մտածելու բաներ, միգուցե կունենան ներքին հույզեր, սակայն ամսի 20-ին ունենք նաև երկու շատ լավ ասպեկտացիա։ Սատուրն մոլորակը, որ այս պահին ձեր առաջին ոլորտում է, սեքստիլ է կազմում Ուրանի հետ 3-րդ ոլորտում։ Եթե դուք ավտոմեքենայի հետ կապված հարցեր ունեք, ապա ամսի 20-ը կարող է շատ հաջող լուծել այդ հարցը։ Ուրանը գտնվում է ճամփորդությունների եւ մեքենայի ոլորտում, սիրելիներս, եւ նշանակում է կարող է անակնկալ մատուցել ձկներին, օրինակ ասենք շատ շքեղ մեքենա գնելով, կամ միգուցե մեքենան շատ հաջող գնով վաճառելով, կամ ինչ-որ լավ ճամփորդության, ինչ-որ լավ իրադարձության մասնակցելով, սակայն ամսի 20-ը սրանով չի սահմանափակվում։ Ունենք նաև Մարս-Ուրան տրինը, տեսնում եք սիրելիներս, Ուրան մոլորակը որքան ակտիվ է ամսի 20-ին։ Այստեղ Մարս-Ուրանի այս տրինը կարող է բերել շատ լավ հանդիպում, շատ լավ ընկերական միջոցառում, ինչու՞ չէ նաև եթե on-line հարթակում բիզնես ունեք, ապա այդ բիզնեսից կարող եք լավ եկամուտ ստանալ։ Ամսի 23-ին արդեն Մարսը նույնպես տեղափոխվում է ձեր 12-րդ ոլորտ։ Սիրելի ձկներ, երբ Մարսը գտնվում է 12-րդ ոլորտում, սա նշանակում է, որ մենք մի փոքր անհանգիստ հոգեվիճակ ենք ունենալու, որովհետև Մարսը էներգիա է, Մարսը ակտիվություն է։ Երբ այն մենք փակուղու մեջ ենք նրան գցում, այսինքն փորձում ենք սահմանափակել նրա էներգիան, այն մեզ սկսում է նեղություն տալ եւ հնարավոր է, որ ամսի 23-ից հետո տեսնեք վատ երազներ կամ ինչ-որ անհասկանալի վախեր ունենաք, հույզեր ունենաք, այս ամենը Մարսի առաջացրած էներգիայի պատճառով կարող է լինել։ Ամսի 26-ին Նեպտուն մոլորակը, ձկների գլխավոր մոլորակը, լքում է ձեր առաջին ոլորտը, որտեղ եղել է վերջին 13 տարիների ընթացքում եւ տեղափոխվում է ձեր երկրորդ ֆինանսական դաշտ։ Սիրելի ձկներ, չեմ կարող ասել, որ Նեպտունի տրանզիտը ձեր երկրորդ ֆինանսական դաշտ շատ ավելի հաջող կարող է լինել, քան ձեր առաջին ոլորտում էր, որովհետև Նեպտունը այստեղ ձեզ հովանավորում եւ պաշտպանում էր։ Սակայն այստեղ պետք է պարզապես ուշադիր լինեք, որպեսզի ֆինանսների հետ կապված թյուր պատկերացումներ չունենաք, այսինքն չսպասեք այն գումարը, որ դուք եք պատկերացնում, այլ ոչ թե ձեզ են առաջարկում, որովհետև Նեպտունը սիրում է առաջացնել իլյուզիաներ։ Եվ ուրեմն ամսի 26-ից հետո այն տեղափոխվում է ձեր երկրորդ ֆինանսական դաշտ 13 տարով, այսինքն 13 տարի ֆինանսական դաշտում ձեր աչքերին թոզ են փչելու։ Ամսի 29-ին ամիսը վերջանում է կրկին լավ ասպեկտացիայով, այստեղ Վեներան եւ Մերկուրին միանում են ձեր 12-րդ ոլորտում, ինչ որ նամակ, ինչ որ ծանուցում, ինչ որ զանգ կարող եք ստանալ, որի մասին չեք ցանկանա բարձրաձայնել։ Դե ինձ սիրելիներս, այժմ ես անդրադառնամ 2026 թվականի կանխատեսումներին արդեն։ Դե ինչ, առաջին իրադարձությունը, որի մասին ցանկանում եմ խոսել, բնականաբար կլինեն արևի եւ լուսնի խավարումները։ Սիրելի ձկներ, 2026 թվականին հյուսիսային եւ հարավային կետերը, որտեղ տեղի են ունենում խավարումները, տեղափոխվում են արդեն ձեր 6-րդ, 12-րդ ոլորտներ եւ այնքան էլ ձեզ չեն խանգարելու, սակայն դեռևս 2025 թվականի տենդենսը մի փոքր
փոքր կշարունակվի, որովհետև այստեղ խավարումները կլինեն հիբրիդային եւ ձեր առաջին եւ 7-րդ ոլորտներում նույնպես տեղի կունենան խավարումներ։ Դրանով էլ պայմանավորված է այն նախադրյալը, որ եթե ձկները 2025 թվականին չեն ունեցել անձնական փոփոխություններ, կարգավիճակի փոփոխություններ, ապա այդ ձկներին արդեն 2026 թվականին է սպասվում այդ ամենը։ Դե ինչ, գնացինք փետրվարի 17-ին ունենք առաջին խավարումը։ Սա արևի խավարում է, տեղի կունենա ձեր 12-րդ ոլորտում արդեն, եւ այստեղ տեսեք 12-րդ ոլորտի խավարումը ձեզ այնքան էլ չի խանգարում։ Միգուցե այստեղ մի փոքր պարզապես կմտածեք ձեր առողջության մասին, միգուցե կմտածեք ձեր հոգեվիճակի մասին այս խավարումից հետո։ Սակայն մարտի 3-ի խավարումը, որը լուսնի խավարում է եւ տեղի ունենում ձեր 7-րդ ոլորտում, ուրեմն տեսեք վերջին խավարումն է 2025 թվականի խավարումներից հետո ձեր 7-րդ ոլորտում, որը կբերի վերջակետ այն թեմաներին, որը կար կապված միգուցե ամուսնության հետ, միգուցե ամուսնալուծության հետ, միգուցե աշխատանքային հարցերում, միգուցե այստեղ նաև հաճախորդների հետ կապված, կողակցի հետ կապված, ինչ որ խնդիրներ, հարցեր եւ այս մարտի 3-ի լուսնի խավարումը ձեզ վրա անմիջականորեն ազդելու է։ Հաջորդ խավարումները կլինեն օգոստոս ամսին, օգոստոսի 12-ին կունենանք արևի խավարում, որը տեղի կունենա ձեր 6-րդ ոլորտում, եւ հնարավոր է օգոստոսի 12-ից հետո ձեզ նոր աշխատանք առաջարկեն, կամ աշխատեք արդեն նոր աշխատանքային գրաֆիկով, կամ ասենք սկսեք զբաղվել առողջ ապրելակերպով, կամ օգոստոսի 12-ից հետո պետք է սկսեք ենթադրենք խնամել ինչ-որ մեկին, զբաղվել ինչ-որ մեկի խնամքով, հնարավոր է նաև օգոստոսի 12-ից հետո որոշեք, որ պետք է ընտանիք կենդանի պահեք։ Հաջորդ խավարումը ձեզ համար շատ կարևոր, օգոստոսի 28-ին սա լուսնի խավարում է։ Այս լուսնի խավարումը տեղի ունենում ձեր առաջին ոլորտում, սիրելի ձկներ, եւ սա շատ կարևոր խավարում է, որովհետև այն ի վերջո կհստակեցնի, վերջաբանի կհասցնի այն ամենը, ինչ կար կապված միգուցե ձեր առողջության հետ, միգուցե ձեր ամուսնական կարգավիճակի հետ, միգուցե երեխայի ծնունդի հետ, ուրեմն տեսեք այս լուսնի խավարումը շատ բան կարող է փոխել ձեր կյանքում։ Լուսնի խավարումը սովորաբար վերջացնում է մեկ բան, որպեսզի սկսվի մեկ այլ նորը, եւ նշանակում է այստեղ հնարավոր է, ասենք դուք ծնող դառնաք, կամ ասենք դուք ամուսնալուծվեք, սիրելիներս, եւ տեսեք լուսնի խավարումը սովորաբար մի փոքր ցավոտ է լինում, այսինքն այն ինչ որ ստեղծում է այնպիսի անելանելի իրավիճակներ, որոնց միջով դուք պետք է անցնեք, սակայն այդ ամենը արվում է նրա համար, որպեսզի դուք նոր փուլ դուրս գաք, որպեսզի դուք նոր էջ սկսեք ձեր կյանքում արդեն։ Երկրորդ կարևոր իրադարձությունը հետընթաց Մերկուրին է։ Ինչու է ձեզ համար կարևոր Մերկուրի հետընթացը, որովհետև առաջին հետընթացը տեղի ունենալու հենց ձեր առաջին ոլորտում, ընդհանրապես Մերկուրին այս տարի կարելի է ասել մեր նկատմամբ բավականին ուրեմն բարիդրացիական է տրամադրված, ընդամենը 3 հետընթաց ունի։ Առաջին հետընթացը կլինի փետրվարի 26-ից մարտի 20-ը, հենց ձեր առաջին ոլորտում, այստեղ պետք է շատ զգույշ լինեք, մարդկանց հետ շատ զգույշ խոսեք եւ ուշադրություն դարձնեք, որպեսզի շատ կարեւոր իրեր չկորցնեք։ Հաջորդ հետընթացը կլինի հունիսի 29-ից հուլիսի 23-ը։ Այս ժամանակահատվածում Մերկուրին կլինի հետընթաց 5-րդ ոլորտում։ Սա նշանակում է հնարավոր է երեխաների հետ կապված ինչ-ինչ հարցեր ի հայտ գան, իսկ վերջին հետընթացը կլինի հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 13-ը, կլինի սա 9-րդ ոլորտում եւ նշանակում է այստեղ օտար երկրի հետ կապված ինչ որ հարցեր կամ միգուցե քննությունների հետ կապված կամ միգուցե ինչ որ դատական process-ների հետ կապված հարցեր կարող են նաեւ ի հայտ գալ։
Երրորդ կարևոր իրադարձությունը խոսելու եմ արդեն Սատուրն մոլորակի մասին։ Սիրելիներս, մենք Նեպտունի մասին խոսեցինք հունվար ամսվա կանխատեսումներում, նշեցինք, որ Նեպտունը հունվարի 26-ին լքում է ձեր առաջին ոլորտը եւ մուտք է գործում երկրորդ ոլորտ 13 տարով։ Սակայն գրեթե նույն ժամանակահատվածում Սատուրն մոլորակը փետրվարի 14-ին նույնպես լքում է ձեր առաջին ոլորտը։ Սիրելի ձկներ, ես հասկանում եմ, թե որքան դժվար է եղել ձեզ համար վերջին 3 տարիներին պարզապես շնչելը։ Ինչու՞, որովհետև Սատուրնը ձեր շնչին նստած է եղել։ Այժմ Սատուրնը լքում է ձեր առաջին ոլորտը եւ այստեղ շատերդ կարող եք արդեն հասկանալ, թե ինչ լավ բան է կյանքը եւ ինչ գունավոր է այն։ Սակայն Սատուրնը մուտք գործելով ձեր երկրորդ ֆինանսական դաշտ առաջին 3 տարիների ընթացքում, այն 3 տարի է լինելու, այսինքն սկսած 2026-ից 3 տարի, մինչև 2028 թվականը ներառյալ, ուրեմն լինելու է ձեր երկրորդ ֆինանսական դաշտում, ինչը նշանակում է, որ այստեղ է խնդիրներ առաջացնելու, այստեղից է փորձելու ձեզ ֆինանսապես ճնշել, այնպես որ պատրաստվեք, սիրելի ձկներ, որպեսզի կարողանաք հաղթահարել ֆինանսական դժվարությունները։ Սակայն այս երկու գիգանտները փետրվարի 20-ին միանում են։ Սիրելիներս, նման իրադարձություն տեղի է ունենում 37 տարին մեկ անգամ եւ այս իրադարձությունը իհարկե ազդելու է ձեզ վրա, որտեղ ձեր գլխավոր մոլորակը ներառված է այս միության մեջ եւ նշանակում է շատ ուշադիր եղեք, թե փետրվարի 20-ին կամ նրա մոտակա օրերին ինչ ֆինանսական իրավիճակ կարող է լինել ձեր կյանքում, որովհետեւ այդ հնարավորությունը ձեզ տրվելու է մեկ անգամ։ Չորրորդ կարևոր իրադարձությունը Ուրան մոլորակի մասին եմ խոսելու, որը վերջին 8 տարիների ընթացքում եղել է ձեր երրորդ ոլորտում եւ ձեզ այնքան էլ չի վնասել։ Սակայն ապրիլի 26-ին 2026 թվականի մուտք է գործում 4-րդ ոլորտ եւ այստեղ լինելու է մինչեւ 2033 թվականը։ Սիրելի ձկներ, երբ Ուրանը 4-րդ ոլորտում է, նշանակում է Ուրանը ցնցելու է մեր տունը, ցնցելու է մեր տան անդամներին, ցնցելու է մեր անշարժ գույքը, այսինքն տեսեք, պետք է ուշադիր լինեք պարզապես տան անդամների նկատմամբ, ձեր ծնողների նկատմամբ, նրանց առողջության նկատմամբ եւ բացի դրանից նաեւ այստեղ ուշադիր լինեք, որպեսզի հանկարծ, ասենք, անշարժ գույքի փաստաթղթերի հետ կապված սխալմունք դուրս չգա, որպեսզի դուք չկորցնեք այդ ամենը, որովհետեւ Ուրանը ցնցելու արդյունքում կարող է բերել որոշակի կորուստների։ Վերջին իրադարձությունը խոսում եմ Յուպիտերի մասին։ Յուպիտերը ուրեմն սկսած 2025 թվականի հուլիսից գտնվում էր ձեր 5-րդ ոլորտում, սա իհարկե շատ լավ էր, որովհետև այստեղ Յուպիտերը հնարավորություն էր տալիս սիրահարվելու, ճամփորդելու, ստեղծագործական աշխատանքներ կատարելու, շատ լավ մոտիվացված լինելու, իսկ ձկները միշտ ունեն դրա կարիքը։ Այժմ Յուպիտերը հունիսի 30-ին տեղափոխվում է ձեր 6-րդ ոլորտ եւ այստեղ 2026 թվականի հունիսի 30-ից մինչեւ 2027 թվականի հուլիս ամիսը լինելու է 6-րդ ոլորտում։ Տեսեք, Յուպիտերը բարենպաստ մոլորակ է, այն մեզ բերում է ուրախություններ, սակայն քանի որ գիգանտ մոլորակ է, այն կարող է քաշով ավելացնել ձեզ։ Բացի դրանից, այն տալու է բազում աշխատանքային հնարավորություններ, բայց նաև ավելացնելու է ձեր աշխատանքային գրաֆիկի ծանրաբեռնվածությունը։ Այնպես որ սիրելի ձկներ, պատրաստվեք, որովհետև սկսած ամառվանից ավելի շատ եք աշխատելու։ Դե ինձ սիրելիներս, այսքանը 2026 թվականի կանխատեսումների մասին, կհանդիպենք հաջորդ հոլովակում։ Առայժմ